Գժված սաղի իր հետևից գնում էին էլի, ինքան որ հասնեին Հայաստան։ 2 տարի առաջ այսօրն էր մարտունեցի տղամարդը շատ լավ է հիշում Հայկազովի Զորամասի բենզինի պահեստի հենց առաջին հորի մոտ էր 3 որդիների հետ։ Մեկ էլ մի հատ ձեն եկավ, ոչ մի բան էլ չեմ հիշում, կես ժամից հետո տեսա սավառված։ Պայթունի ալիքը նրան հեռու է շպրտել, այդպես փրկվել է 20-ամյա որդին, որի ձեռքին էին բենզինի արդեն լիքը տարաները, ծանր այրվածքներ էր ստացել, բայց հայրն ասում է կապրեր, եթե արագ բուժօգնություն ստանար։ Որդին պոստից նոր էր իջել, փրկվելու բենզին էին փնտրում։ Սենորիկ Սարգսյանն ասում է դժոխային այդ օրը պահեստի տարածքում հիմնականում պատերազմներից փրկվածներն էին։ Պոստերից իջել են մի կերպ բենզին հայթայթեն, որ ընտանիք տեղափոխ։ 219 զոհ, 300 վիրավոր ու մինչև այժմ 22 անհետ կորած։ Սա է Արցախի ամենածանր պատերազմի ու տեղահանման ժամերին որոտացած պայթունի հետևանքը։ Թալան էր, ուղղակի թալան, ով որ ինչքան ուզում էր վերցնում էր, ով որ ինչ ուզում էր անում էր։ Նախորդին Արցախի տեղեկատվական շտաբը մարդկանց հանգստացրել էր, բենզալցակայաններում անվճար վառելիք կլինի, մարդիկ հերթ էին կանգնել, բայց վառելիք չկար։ Հետո ոչ ոք չի հիշում որտեղից, բայց տեղեկություն պտտվեց, որ Հայկազովում բենզինի պահեստը բաց է ու սկսվեց մի անկառավարելի շարժ։ Ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտի արվարձաններում էին, պիտի հասցնեին բենզին գտնել, հեռանալ։ Ամսի 25-ին առավոտյան դեղ վերահսկվում էր, առավոտյան վերահսկողությունից հանեցին, ինչու հանեցին, հարցը, ինչու հանեցին։ Քրիստինե Բաբայանը 2 տարի է չգիտի ումից պատասխան պահանջի 20-ամյա որդու մահվան համար։ Ով է պատասխան տալիս, բանակը ասում է, մենք արդեն հանձնել ենք կառավարությանը, կառավարությունը ասում է, տենց բան չի եղել։ Հիմա ով է պատասխան տվել այսքան զոհի համար։ Պահեստը պաշտպանության բանակինն էր, շրջափակման ամիսներին էլ այն չէր օգտագործվել, պահել էին ռազմական կարիքների համար։ Եթե նույնիսկ մարդիկ անելանելիությունից դրդված պահեստի տարածք էին հասել, հնարավոր չէր կազմակերպել, որ կարգ ու կանոն լիներ, հարցնում են դժոխային պայթունից տուժածների հարազատները։ 2 տարի է, մենք սգում ենք, բայց իրանք վայելում են կյանքը։ Մենք սգում ենք, իրանք վայելում են, ստի գալիս են ստեղի 2 ծաղիկ դնում գնում։ Ուր էին իրանց երեխաները բա։ Ամբողջ 9 ամիս, 10 ամիս բլոկադայի ժամանակ, որ մի նախարարի, որ մի հարուստի երեխա կար Ստեփանակերտում։ Մինչև այժմ չկա հրապարակված հստակ տվյալ, թե ի վերջո ինչից է բռնկվել հրդեհը, արդյոք ծխախոտից, գուցե ադրբեջանական դիվերսիա էր, վարկածները տարբեր են։ Քննչական կոմիտեում արդեն 2 տարի քննվող քրեական գործը ոչ մի հարցի պատասխան չի տվել։ Նախաքննությունն ակտիվ փուլում է, որևէ մեղադրյալ չկա, 2 տարի նույնն ենք լսում իրավապահներից։ Հերը չի ճանաչել իրան, ինքնահորը հետևից կանչել, թե բապ հետ արի ես տեղը։ Թամարայի որդուն Գորին նույնպես փրկել չի ստացվել։ Ստեփանակերտից նրան ուղղաթիռով Երևան են տեղափոխել։ Այստեղ պլաստիկ վիրահատությունից հետո արյան վարակ է ստացել։ Սա են ասել ծնողներին։ Մայրը պատմում է սեպտեմբերի 19-ի մարտական գործողություններից փրկված որդին վախեցած էր տուն հասել, ուզում էր շուտ բենզին գտնել, շուտ հեռանալ Արցախից։ Անընդհատ հորը ասում էր, որ զորով եմ փրկվել։ Չեմ ասում, ես երեխան շատ վախեցած էր, ասում էր, չեմ պատկերացրել, որ ձեզ կտեսնեմ, ես կփրկվեմ։ Եկել է ասել, անընդհատ երեխու մեջին վռազում էր, անընդհատ ուզում էր դուրս գանք։ Թամարան մեղադրում է թե Արցախի ու թե Հայաստանի իշխանություններին, անվտանգ տարհանում հնարավոր չէր կազմակերպել։ Հնարավոր էր, չգիտեմ, խի չեն կազմակերպել, որ 18 տարեկան ալնում երեխեն, ոնց են կազմակերպում, ծնողից կտրում տանում, չեն կարողացել նենց կազմակերպեն, որ մեզ ավտոն էլ չէր պետք, ավտոբուսներ տրամադրեին, մեր շորերը վերցնենք, սաղ սալամատ, այսօր մենք դուրս գայինք։ Հնարավոր չէր, կոտրված, տուժված ընտանիք ենք, հորից հերանց տնից մենակ մամաս մնացել, խի։ Հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձած այս աղետը պատերազմական գործողությունների ստվերում մնաց 2 տարի առաջ և ստվերում է մինչև այժմ։ Տուժած հաճախ մի քանի զոհ ունեցող ընտանիքները որևէ կարգավիճակ չստացան, նրանց համար սոցիալական ծրագիր չմշակվեց։ Միակ վկայությունը, որ այդպիսի բան եղել է, եռաբլուրում կանգնեցված հրդեհվող խաչքարն է ու դժոխքը տեսած ու ողջ մնացածների հիշողությունը։